Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի եւ հատկապես մի հոգավորից։ Թերենիկ մեր ունկնդիրներին տեղեկացնենք, որ քանի որ մենք այսպես արտահերթ եւ արտակարգ իրավիճակներում ենք գտնվում, նաև մեր ոդկասթն է հիմա արտահերթ հեռարձակվում, այսինքն թող ուշադիր լինեն 7 օր TV եթերին, որովհետև շատ անսպասելի եւ շատ տարբեր ժամերի, տարբեր օրերի մենք կարող ենք մեր ոդկասթը անել եւ ունենալ տարբեր հյուրեր։ Այսօր տեսնում եք, որ արդեն մեր հյուրը վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ տարբեր թեմաներից ենք խոսելու, Բայց ոչ ռեժիսորությունից, հա, կարող է ոնց չեն թողնում, որ մարդ իր գործով զբաղվի։ Իմիջիայլոց կարող են բաժանորդագրվել 7 օրի YouTube-յան ալիքին, իրենց ծանոթություն կգա, այո, Facebook-յան այդ ծանոթություն Նաև կգա, սա տեղեկացնենք Տերենիկ, որ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրականացվող այս ապօրինի հետապնդումների արդյունքում 7 օր AM-ը լրատվաբերլուծական կայքը զրկվել է եթերից եւ արդեն տևական ժամանակ է հնարավորություն չունի, որպիսի հեռարձակվի լուրեր թողարկի եւ այլն, այսինքն եւ նաեւ անորոշ ժամանակով է, հա, սա, հետեւաբար մենք շատ ավելի ուշադրություն ենք արդեն դարձնում կոնկրետ հենց 7 օր YouTube-յան ալիքին եւ Facebook-յան էջերին, այնպես որ շատ կարեւոր է նաեւ ձեր բաժանորդագրվելը, միանալը եւ աջակցելը, որպեսզի իրենք իրենց կեղտոտ նպատակներին չկարողանան հասնել։ Իմիջիայլոց կեղտոտ նպատակ ասեցիր, խոսքի ազատության, ազատ մամուլի համար դոշ ծեծողները, ջատագովները, իրենց ներկայացնողները այս առումով քար լռություն են պահպանում, որովհետեւ այն չեն հանում։ Լրատվամիջոցը փակվել, ոչ մի արձագանք չկա։ Ես նախկինների ժամանակ Հովհաննես երևի դու էլ քիշես, չէ՞, եթե հանկարծ մի լրատվամիջոց, ասենք մինուտ ջնջվել այդ լրատվամիջոցից, ինչպիսի աղմուկ կբարձրացնեին։ Հիմա չկա այդ արձագանքը, լավ։ Արձագանք չկա նաև Անդրանիկ Թևանյանի գործի հետ կապված։ Ինչու են լռում, որտեղ են հասարակական կազմակերպությունները։ Որոնք նկատի ունեք, նրանք, որոնք ժամանակին, այսինքն 2018 թվականից առաջ աղմկում էին եւ հիմա չեն աղմկում։ Աղմկոտ հասարակական կազմակերպությունները ռասիստական իշխանության մեջ են, գիտենք լավ արդեն, որ Արցախի հանձնմանը մասնակցել են եւ օրինակ իրավապաշտպաններից մեկը կանանց իրավունքների համար դոշ ծեծող Լարա Ահրոնյանը ինքը գրել էր Twitter-ում էր որտեղ էր գրել էր ես ոչ բոլոր կանանց իրավապաշտպանն եմ, ես xenophobe կանանց չեմ պաշտպանել։ Xenophobe ի՞նչ է։ Այլատյաց, այսինքն այլազգերի ատող այս ռասիստ մի խոսքով ու սա հասկանալի է, սա իրավապաշտպանի խոսք չի, սա ինչ-որ հակառակը, հենց սա է ռասիստի խոսքը, մանավանդ լինելով իրավապաշտպան, դե արդեն հասկանալի է, էլի, իրանք այդ լծված են այդ նույն հակաարցախյան այդ ռասիզմի մեջ, նրանց քննարկելը արդեն այնքան անհետաքրքիր է, այստեղ ավելի հետաքրքիր բան կա իրականում քննարկելու։ Իշխանափոխությունից հետո, իշխանափոխությունից չէ, ազատագրումից, Հայաստանը ազատագրելուց հետո այս ՀԿ-ները իրանք դառնալու են այդ նոր ընդդիմադիրները, հիմա հանգած հրաբուխներ են, հետո սկսել են բխվել, չէ՞։ Որ ՀԿ-ները, այն ասացի, այդ իշխանապաշտպան կոնգոները, այո։ Այսինքն այդ դրանց ելով է հավատելու կներես, այդ մարտիկ էս վերջին 8 տարիների ընթացքում ցույց են տվել, որ իրենք Նիկոլապաշտպան, իշխանապաշտպան գործունեության եւ դրա համար շատ մեծ ծավալներով ֆինանսավորվել են։ Հիմա եթե գա այդ քո ասած է, մյուսը, ասենք նույն այդ, չգիտեմ, Դանիել Իոնիսյան, Սաքունց, կան էլի, ասենք կան արդեն որպես կույս քաղաքական ու քաղաքացիական ներկայանան, ելով է հավատալու էլի։ Հակուսությունը վերականգնվում։ Չնայած հա տեխնոլոգիան կա, բայց իրենց բարակայում չստեղ հավատալ չհավատալու հարցը չի։ Նախ հավատացողներ կան, դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի երիտասարդական տրեյնինգներ են իրանք հիմա անցկացնում եւ խեղճ մեր ընտանիքի անդամ, ազգային ընտանիքի անդամ երեխաներին ինչեր են սովորեցնում, մասնավորապես որ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելը դա միֆ է, հնարած ինչ-որ բան է, բոլորս էլ գիտենք, որ այնքան իրական է, ինչքան Արցախի հանձնումը, բայց իրանք բազում երիտասարդների հավաքում են ու այդ
մանիպուլյացիաները տարածում են։ Դուք չեք որտեղ են տեսնում դա։ հավաքում։ Թրեյնինգներ են անում սովորաբար։ Թե օրինակ դպրոցներ են գնում, Թրեյնինգը վարժակ, մանկապարտեզներ են workshop-ը աշխատարան, չէ, նաև դպրոցներում էլ են իրենք, չէ, դպրոցներում էլ են մտել։ Հիմա դրա համար եմ ասում, այդ հանգած պահում են այդ հրաբուխները, երբ որ արդեն իրանք արևմտյան բանակներ են։ Արևմուտքը չի հրաժարվելու իր բանակից։ Բոլորն էլ ունեն իրենց բանակները, Ռուսաստանն էլ ունի, չգիտեմ, կա Պարսկաստանը ունի, չեմ նկատել, բայց ամեն դեպքում հիմա երբ որ եղավ այդ իշխանափոխությունը ու Եվրոպան, ասենք, ժամանակավոր տակտիկական պարտություն կրի, ինքը իր պայքարը շարունակելու է այդ բանակների միջոցով։ Ու այդտեղ է հետաքրքիրը սկսվում։ Այդ ժամանակը, որ պետքա իշխանությունը խելամիտ լինի ու գտնի այն բանալին, այն ձևը, որ չվնասի խոսքի ազատությունը մի կողմից, մարդու իրավունքների մի կողմից, եւ այնպես չանի, որ վնասվի անվտանգությունը կամ հերթական անգամ նիկոլությունը։ Այսինքն այս Արևմուտք, Ռուսաստան, այս բախումների, թատերաբեմի գործիքներից մեկը նաև հասարակական կազմակերպություններն են, այդ ռուսատյացությունը նաև տարածվել է հասարակական կազմակերպությունների միջոցով եւ նրանց ձեռքերով է իրականացվում, դրանցից մեկն էլ հիշատակեցիր այդ ես իմիջայլոց իրեն Շվոնդեր եմ անվանում, Դանիել Իոնիսյանի նորորյա Շվոնդերը էլի մեր։ Սոլովյովին ինչ-որ բաներ էր գրել, բարձվում այն ինչ-որ Facebook agent, լոմ եւ այլն։ Ինչ-որ նոր պաշտոններ էր կես բայց ասենք ինքը մի ժամանակ շատ էր հպարտանում, ես ռեժիսորին խնդրեմ ցույց տա Սալավյովի հետ լուսանկարվելով Երևանի։ Ռուսի շպիոնը փաստորեն։ Ես չգիտեմ ինչի շպիոնը արդեն, այն շպիոնոնոյի պատմությունն է Իրանը երևի արդեն, ես չգիտեմ։ Կույս ժամանակ եղել է ռուսի շպիոն, հետո արդեն մի բան պատահեց։ Ես չեմ կարող ասել, բայց փաստ կա, որ այս մարդը ասենք շատ է սիրել Սալավյովի հետ նկարվել, մասնակցել է, կոչվել է այդ միջոցառումը Տվորչսկի Վիչերա Սալավյովը, ինչ տես չոր մի բան։ Հա, կինո Մոսկվայում տեղի ունի ինքը մասնակցել է, երևի ոգեշնչվել է։ Ես մի բան ասեմ, այդ արևմտամետ կոչվածները իրականում այդ մետությունը մեծ որակում է, որ իրենց տալիս են, որովհետև իրենք ոչ մի բանամետ են, այստեղ մեծ դերակատարություն ունի փողը, դոլարը կամ ռուսական ռուբլին, ասենք իրենք ռուսական այդ ստրուկտուրաների հետ, ասենք կազմակերպությունները, չգիտեմ, դեսպանատունները ինչ որ փորձեր անում են, որոշները էլի հիմա անուններ չտանք, տեսան որ այնտեղ չի կպնում, դիմում են արևմուտքից կպավ դառնում են արևմտամետ։ Հիմա ռուսները որ կան, ասենք ռուս սատրուդնիչստվան, ասենք մի 150-200 հազար $-ի գրանտ տա կարող է հրաժարվեն այդ փողերից։ Շատ արագ ասենք ֆուրաշկեկը փոխելու են, հիմա ասում են Սիբերիան ալտաշկա, վсё։ Ամեն ինչ ավարտում է ու ճիշտ է էլի այդ մարդկանց առումով ասենք սկզբունքների մասին խոսել, արժե համակարգ, ջղայնանալ, որ այդ մարդիկ չեն դատապարտում խոսքի ազատության հետ կապված խնդիրները, նույն քաղբանտարկյալների խնդիրները, այս դեպքում Անդրանիկ Թևանյանին, ասենք ինձ համար այդքան էլ զարմանալի չէ։ Հա, բայց արդյունքում տուժում է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացին եւ շահում են միայն իրենք, հա։ Տուժում ենք մենք, շահում են իրենք։ Ուրիշ հետաքրքիր խնդիր կա վերլուծելու, որտեղ պետք է հասկանալ այդ ինչն էր պատճառը, որ նրանք ընտրեցին Արևմուտքը եւ ոչ թե Ռուսաստանը։ Օրինակ, իմ հորեղբայրը Ավետիք Իշխանյանը լուսահոգի, ինքը պատմում էր, երբ որ նոր պետք է այս արևմտյան դրամաշնորհները գային, մի անգամ Արթուր Սաքունցը իրեն այսպեսի արտահայտություն լսել եք, հա, այդ ուզում են գան մեր երկիրը իրանց փողերով բանանեն, մեր պետությունը քանդեն իրանց փողերով, հիմա հորեղբայրս ասել է, դե հորեղբայրս երևի ամենաճշմարտախոս մարդկանցից էր, չէր կարող ուրիշի մասին բան տարածել, բայց ի վերջո տեսնում եք, այստեղ Սալավյովին է տեսնում, Սաքունցը sense ինչ որ բան է ասել, ի վերջո նրանք ընտրում են Արևմուտքը եւ ըստեղ իրականում այսինքն գիտակցաբար պետք է հասկանալ ինչի Արևմուտքը ավելի գրավիչ դարձավ։ Երևի փողի քանակից է, այլ ուրիշ ինչ։ Փողի քանակից։ Մենակ փողով չէ, կոմպրոմատներ ունեն իրաց վրա։ Եկեք մի հատ անկեղծ լինենք, էլի Սովետի փլուզումից հետո Հայաստանը ընկղմվել է անարդար մի հատ sense կատյոլի մեջ, sense ճահճի մեջ, անարդարությունների ճահճի մեջ։ Ճիշտ է։ Բազմաթիվ խոցելի խմբեր են առաջացել, որոնք չկային սովետական միության տարիներին։ Մասնագետներ են այնտեղ եղել, չգիտեմ, տարբեր կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ, մի խոսքով, էլ սոցիալական բազում խնդիրներ եւ այնտեղ եղել է տենց ինչ-որ բան, հաբրգազների կաստա եւ Լուսանցքից դուրս եղողների կաստա։ Հիմա այս Լուսանցքից դուրսը մարդ է ի վերջո։ Ինքը պաշտպանություն է ուզում, ինքը պետք է գտնի ինչ-որ ձև պաշտպանվելու,
ապրելու, ծնվել է պետք է ապրի։ Ու ինքը գտնում է իր նմաններին, կամ ասենք արևմուտքից գալիս են մարդիկ, ասում են, վայ, ես ձեզ իշխանությունը ճնշում ա, ձեզ եկեք, ես ձեզ կօգնեմ, կաջակցեմ, դուք կազմակերպվեք, էս արեք, զեկույցներ ներկայացրեք, մեզ էս արեք, էս արեք, ու այդպես ստեղծվում է այդ բանակը, մարդիկ սկսում են իրար պաշտպանել եւ ուրիշների իրավունքները պաշտպանել։ Այդ արդյունքում աճում է, այնքան է աճում, դե պարզ է, չէ՞, եթե ճնշում են իշխանության դեմ է այդ հոսքը ուղղվում, այնքան է աճում, դա դառնում է էլիտա, ընդդիմադիր էլիտա, ու այդ էլիտան գցում է այդ իշխանությանը եւ արևմուտքը արդեն իր բանակը նստում է իշխանության։ Հիմա մենակ ասել, որ փողով են դա արել, դա ճիշտ չի։ Ի վերջո եղել է անարդարության այդ տարածքը եւ այդ անարդարության մեջ մարդիկ փորձել են գտնել պաշտպան։ Այսինքն պարարտ թող եղել է։ Իսկ գրանտակեր ասում էին նրանց, ովքեր որ գրանտը վերցնում էին, խափում էին ու չէին իրանց ծրագրերը չէին անում, չէ՞ որ այդ գրանտը ի՞նչ է դրամաշնորհը։ Ասում է SSS բաներով ծրագիր ունես, դիմի ու տեսնենք դու եկավ։ Բայց ասենք կոնկրետ Դանիելի դեպքում եթե խոսում ենք, Դանիելի հետ կապված այնքան փաստ է կան։ Ասասները դրա մեջ չի տեղավորվում, էլի ինքը ակնհայտ գործիք է ու ակնհայտ։ Բայց ինքը տենց էլ իրան ներկայացնում է, չէ՞ որ։ Այնինչ մեծ հաշվով չի ներքում։ Դանիելի հետ կապված արտահոսած փաստաթղթեր կան, որ ամենայն հավանականությամբ ինքը հավաքագրված է եղել իր SUTM-ը, որը հիմա FIPM-ն է, հավաքագրված է եղել բրիտանական հատուկ ծառայությունների կողմից հրահանգավորված աշխատանքներ կատարելու իշահ Բրիտանիայի։ Սա դրամաշնորհի հետ կապ չունի։ Իմիջիայլոց քանի այդ երիտասարդից էինք խոսում, ես հիշատակեմ նաև 7 օր կայքի մասին խոսեցինք, Տերենիկը գիտի, Հովանես, թերևս դու էլ տեղյակ լինես, որ 7 օր AM-ը 6-7 տարի առաջ փոքրիկ այսպես ֆիլմեր էր պատրաստում, ցույց տալու համար, բացահայտելու, պատռելու այս սրանց դիմակը, թե ով է իրականում, ու դեռ այն ժամանակվանից էինք էլի մենք այս ամեն ինչը ասում, ու հիմա փաստացի եկանք եւ կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ։ Մի այդպիսի գեղեցիկ ֆիլմ էլ ունենք Դանիել Իոնիսյանին նվիրված, որը ցույց կտանք։ Շվոնդեր Դանիելը, այսպես ասենք, հա, վերնագրենք ֆիլմը։ Հիմա ես առաջարկում եմ դիտենք այդ ֆիլմը, հետո արդեն էլի մեր զրույցը շարունակենք։ Ուղղակի համաձայն եմ, ուղղակի ոնց շատ կենտրոնացանք այդ մարդու վրա։ Դե այդ եմ ասում, քանի հիշել ենք, մի հատ այդ sense ցույց տանք, լիցքաթափվենք, ուրախանանք, բան, ու անցնենք առաջ։ Այդքան արժեք չկա էլի։ Հա, էլի դե, հա, բայց չէ, ֆիլմը բան է, այնց լրջություն չի, էլի։ Լավ իրան նկարագրում է տեղը։ Վերջ նայեցինք։ Вы ко мне? Спокойно, товарищ. Էլ ինչ հեղափոխություն առանց սեփական շարիկովների ու շվոնդերի։ Շարիկովները հիմնականում հայտնվել են խորհրդարանում։ Ինչ մնում է մեր շվոնդերին, ապա դրա դերին ամենաշատը սազում է նախկին падգամավորներից մեկի դիպուկ բնորոշմանն արժանացած Դանիել Իոաննիսյանը։ Սրա վերջին արկածները տեղի ունեցան տոներից առաջ։ Գազի գնի թանկացումից առաջ Սամի դեմագոգիկ եւ դեբիլական հարցում ներկայացրեց իր Facebook-յան էջում։ Հարցում, որը կվիրավորեր ցանկացած բանական մարդու ինտելեկտը, բայց քանի որ դեբիլիզմը կամած դառնում է պետական գաղափարախոսություն, ուստի շվոնդեր Դանիելը դեռ կարող է շարունակել իր արկածները։ Մի կարևոր հարց, որ պիտի կողմնորոշվենք, պատրաստ ենք արդյոք գազի գնի դիմաց ավել վճարել, որպեսզի Ռուսաստանը չխառնվի Հայաստանի ներքին գործերին։ Հարցում քարոզ էր կազմակերպել Դանիելը դեկտեմբերի 30-ին գազի թանկացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից 1 օր առաջ։ Այսինքն Դանիելի միջոցով գնի թանկացման անոնս եւ միաժամանակ արդարացում էին ներկայացրել հպարտ քաղաքացիներին։ Մտահոգիչն այն է, որ եթե ընտրվել էր այդպիսի տեխնոլոգիա, նշանակում է իրենք իրենց ընտրազանգվածին լավ գիտեն, իսկ եթե լավ գիտեն, ապա դա սարսափելի է։ Ըստ Դանիելի հրապարակած թվերի 63% այո էր ասել թանկացմանը, միայն թե Ռուսաստանը չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Ռուսաստանն այս շրջանակների կողմից բոբոյ է ներկայացվել շատ վաղուց, որpիսի հետո այդ բոբոյին իբրև թե չզիջելը ներկայացվի որպես մեծ հաղթանակ եւ հաջողություն համարվի անգամ պետականության կորուստը բոբոյին չզիջելու գնով։ Մի կողմ թողնելով այդ հարցման տոկոսների պահը, նկատենք, որ եթե թավշյա առաջնորդներն ու իրենց քարոզիչները այսպիսի տեխնոլոգիաներ են շփվում իրենց ընտրազանգվածի հետ, եւ եթե ընտրազանգվածն այսպիսի հարցումների կոդերով է առաջնորդվում, ապա կարող ենք պնդել, որ Հայաստանում դեբիլիզմը դարձել է պետական գաղափարախոսություն։ Իսկ եթե հարցին մոտենանք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա նմանատիպ մտածողությունը ուղղակի սպառնալիք է մեր երկրին ու տեղավորվում է թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը բանաձևի մեջ։ Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել, այս հաղթանակը
որ մեր հանրապետությունում կրեցիք դուք հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Մենք այս շվոնդերի դեբիլական հարցման ուշադրություն չէինք դարձնի, եթե սա չհավակներ լուրջ դերակատարման եւ լրջորեն չֆինանսավորվեր հայտնի շրջանակների կողմից։ Նման դեբիլական հարցումները նաեւ մտածողություն են բացահայտում։ Առաջ է քաշվում կեղծ երկընտրանք ու առաջարկվում է կեղծ լուծում։ Արանքում էլ օգտագործվում է ինքնիշխանություն բառը, որpիսի բոլոր բանական հակափաստարկները խամրեն այդ բառի համեմատ, բայց իրականում հենց ինքնիշխանությանն են սրանք հարվածում դեբիլիզմի քարոզչությամբ։ Հետո էլ ասում են, թե նոր իշխանություններն իզմեր չունեն, ունեն, Շվոնդեր Դանիելը ներկայացրել է այդ իզմը։ Вы стоите на самой низкой ступени развития. Вы еще только формирующееся, слабое в умственном отношении существо. Все ваши поступки зверины, и вы в присутствии двух людей с университетским образованием позволяете себе давать советы космического масштаба и космической же глупости. Այսինքն տեղի ունեցավ այն, ինչ մենք զգուշացնում ենք դեռևս 7 տարի առաջ ու դեբիլիզմը պատեց Հայաստանի Հանրապետությունը։ Միանշանակ ու այս ամեն ինչը հիմք դրվեց, այսինքն այդ սկզբունքները առաջինը հայտարարեց, անունը մոռացա, հետո Թրամփի ազգային անվտանգության գծով քարտուղարը, որ եկել էր այստեղ, Բոլթոնը այդ սկզբունքները հռչակեց, այս ամեն ինչը պիտի հրաժարվեք ձեր պատմական կարծրատիպերից։ Բոլորը արեցին։ Նույնիսկ Իրանի այդ սահմանի փակման մասին էր խոսում, Նիկոլն էլ հլու հնազանդ այն ժամանակ էլ էր ասում, այս պատրաստ եմ թաթիկներից վրա կանգնած եմ։ Այդ բոլորը արեցին։ Հիմա Թևանյանի գործին, Հովհաննես, երևի Նիկոլ Փաշինյանը մեր նորանկախ հանրապետության պատմության ընթացքում առաջի ղեկավարն է, որի օրոք մենք քաղբանտարկյալների, քաղաքական թեմաներով հետապնդվողների, ստատուս գրելու համար բանտարկվողների պակաս չունենք։ Այսինքն անընդհատ ամեն տարի մի քանի հոգի, մի հոգի էլ չէ, մի քանի հոգի հայտնվում են ճաղերի հետևում իրենց քաղաքական հայացքների համար, իրենց դիրքորոշման համար։ Թևանյանի գործը այս առումով երևի խայտարակություններից մեկն էր, որովհետև հիմքում որևէ բան չկա, իրենք խոսում են պետական գաղտնիքի մասին, գոյություն չունի պետական գաղտնիք, իրենք խոսում են լրտեսության մասին չներկայացնելով որևէ ապացույց, իրենք խոսում են ինչ որ հազարավոր դոլարների մասին չկա ապացույց, ու ինչն է հետաքրքիր, երբ Նիկոլը հասկանում էր, որ իրեն հարցնելու են, լավ, եթե այդ ձեր երևակայական դեպքը տեղի ունեցել 24 թվականին, այդ դեպքում ինչու եք 2 տարի հետո գալիս ընտրությունների կեսից ձերբակալում թեկնածուին։ Ինքը ինչ ասում է դե որ ասենց դե ինքը սիրում է, չէ, բան անել, հիվանդ երևակայությունը իրականության տեղ ներկայացնել, ասում է, որովհետև պետքա ցանց բացահայտել, լրտեսական ցանց, գործակալներին ում հետ են գործանում եւ այլն, անցել է քանի օր, 10 օրից ավել, չէ, այդ ամբողջ աղմուկից։ Հիմա հարց չի առաջանում ժողովրդի մոտ, թե այ Նիկոլ, ուր է լրտեսական ցանցը, որտեղ են այդ ցանցում ներգրավված մարդիկ, ինչ գործ եք արել այս ընթացքում, հասկանում եք, չէ, եթե կես բան անգամ լիներ այնտեղ, ինչ հոլիվուդյան բոևիկ էին նկարել իրենք ու ցույց տվել, վայ, հա, բայց չկա, այ այդպես է, հա, արդեն Հայաստանում, ում երբ ուզեցան կարող են ճաղերի հետևում պարտակել։ Դե սա մենք հասկանում ենք, չէ՞, որ նոր չի, ասենք այն գաղտնալսումները այն ժամանակ, որ Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի, հա, ՀԱԾՊ-ի ու ՀԿՑՊ-ի այդ գաղտնալսումները, որ բացահայտվեցին, արդեն պետք էր ցանկացած քաղաքական կալանավորում, ձերբակալում, բերման ենթարկում գործ ապրիորի համարել սուտ, որ պարզապես Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, բայց զարմանալին է, որ դրանից հետո այնքան ստեր են ասել, բայց անընդհատ աշխատում է ու նայեք, նախ մենք չգիտենք այդ օրինակ մինչև Անդրանիկ Թևանյանին անընդհատ ինչ-որ բան է, գաղտնալսումներ են հրապարակում։ Նախ այդքան որտեղից բան իրավասություն, որ բոլորին լսեք, երկրորդ, բա նախաքննական գաղտնիքը
ուր եք դնում անընդհատ դες բան։ Այսինքն խոսել իրավականության մասին Հայաստանում բանը ջուր ծեծելու պես բան է, որովհետև այս իշխանությունները, սահմանադրությունը, ներպետական օրենքները, միջազգային իրավունքը այնքան են խախտել, որ ինքը զուտ ցույց է տալիս, որ այստեղ ոչ թե գործում է Հայաստանի սահմանադրությունը Հայաստանում, այլ Թուրքիայի։ Այսինքն իրանք մեր հայերիս բռնում են Թուրքիայի օրինակ 301-րդ հոդվածով, որը թուրքականությունը վիրավորելու համար է, հա։ Այդ հոդվածն է աշխատում ստեղ, ուղղակի այդ հոդվածին տենց զուգահեռ ինչ-որ բաներ կպցնելու համար, որ չերևա որ հենց 301 հոդվածն է տանում են, բայց Անդրանիկ Թևանյանի գործը նաև ցույց է տալիս ավելի զազրելի բան, ավելի տենց իրանք բան են, չէ, Կասյանի փողոցը փոխում են, անունը դնում են Վազգեն առաջին, բանին Լենինգրադյանինը փոխեցին, Քորյան դրեցին, իբր իրանք տենց հակաբոլշևիկ են, բայց այն ինչ արեցին Անդրանիկ Թևանյանի հետ տղայի վերջի զանգին օրը գան բռնեն մարդուն, որ վերջի զանգին չմասնակցի, դա հենց նեոբոլշևիկությունն է, այսինքն դու բացի նրանից, որ հաշվեհարդար ես տեսնում քո քաղաքական հակառակորդից, մի բան էլ նրա որդուց, դուստրերից, հորից, մորից բան անհանգստացնում ես, էլի վատություն ես անում։ Ես հիշեցնեմ, որ նաև իր հրահանգով այդ անպայման այդ տեսարանը իրենք ուզում էին էլի ստանալ, վերջին րոպեին ես ու Դերենկը այնտեղ ներկա ենք, էլի գիտենք, տեսել ենք, ընդամենը 2 քայլ էր, մարդը ինքնական գնացել էր, ներկայացել էր քննչական կոմիտե, ասում էր դե դռներ բացեք, եկել եմ մի հատ հասկանամ ընդհանրապես ինչու եք ինձ մեղադրում, 2 քայլ էր, կարելի ասել այսպիսի հեռավորության վրա, այդ 2 քայլի համար իրենք այդ ձեռնաշխտաները անցկացրեցին Անդրանիկ Թևանյանի ձեռքերին, մի բան էլ է դիմակավորը, էլի, sense ցուցադրաբար կանդալները գցեք, որ տեսարանը տեսնի, այդ մի հոգավորի սիրտը հովանա, էլի, այսինքն այդ քինախնդրությունը կար, էլի, ինքը ամեն ինչ ուզում էր անել, որ մաքսիմալ վատություն արած լինի ու մարդկային բոլոր այդ արժեքները ոտնահարած լինի, ստորության սահմանները կարմիր գծերը անցնի։ Այնպեսին իրանք կլինեն, բայց ես վստահ եմ, որ այդ մարդիկ չեն ուզում այդպեսին լինել եւ անպայման կազատագրվեն եւ կապրեն խաղաղ, երջանիկ, համերաշխ։ Որ մարդիկ ասացի այդ դիմակավորները։ Չէ, այդ կոնկրետ այդ մի դիմակավորի պահով կասկածում եմ, ինձ էլ էր բրբրթում ձեռքս կոտրում իմիջ այլոց հեռախոս ուզում էր վերցնել։ Հարցը բարձրացրեց Հովհաննեսը, օրինակ ես միշտ մտածել եմ, ասենք ես չեմ կարծում, որ իրենք մտածում են, որ իրենք ճիշտ գործ են անում։ Ակնհայտ այդ քննիչները, ես նույնիսկ վարկած եմ առաջ քաշում, որ Նիկոլը որ գորգորում էր այդ Վանաձորում լրտես բան այդ թեմաներով, ԱԱԾ-ն ու քննչականը այդ պահին իմացան, որ պետք է ինչ-որ քրեական գործ թխեն, կարեն եւ այլն, ու արագ կպել են գործի, ստացել են այս ախմախությունը, իրենք հասկանում են, որ սխալ գործ են անում, չէ՞։ Իրենք ունեն շրջապատ եւ այլն, մարդկային առումով իրենք ինչ են զգում պատվեր կատարելուց եւ երբ Նիկոլը չեղավ արդեն իշխանության ղեկին, իրենք ինչ երեսով են նայելու հասարակությանը։ Ես ժամանակ ունեմ 2 բան այս թեման ասեմ, 2 պատմություն պատմեմ։ Մի պատմությունը նախկին աշխատակիցներից մեկի հետ հանդիպեցի, դուրս է եկել հենց այս պատճառով էլի, որ չի կարողանում, այլևս չի դիմանում այս պատվերներին քաղաքական, ասում են, ասենք գնում ենք ոնց են ասում, թմրանյութ վաճառողներին բռնելու, հա, մեր լեզվով բարիկ են ասում։ Հա, գնում ենք, ասենք պետքա հետևես իրանց, ժամանակ ծախսես, հիմա այդ բանով են, չէ՞, Telegram-ով, բան չգիտեմ, այտենց հետևես բան, արդեն որ պետքա գտնես այդ կապը, որ բռնես կան շո բանս, մեկը զանգում են կանչում են, ասում են արագ արեք, այս ինչին պետքա բռնենք, մարդիկ են, պետք ասենք քաղաքական պատվեր կատարելու։ Ասում են, ես չեմ հասկանում, ասում են, ես այնտեղ եկել եմ հանցագործ բռնեմ թմրանյութ բանը բաժանող մեր երեխաներին, բայց ինձ կանչում են, ու տես չի դիմացել դուրս է եկել, տես մարդիկ կամ չեն դիմանում կամ դուրս են գալիս, կամ էլ երեխա ունեն բան ունեն, չգիտեմ, վարկի տակ ունեն, հա, ու շատ բարդ է այդ իրավիճակում մեղադրել, այստեղ մնում է զուտ ազատագրել այդ մարդկանց, այսինքն սրանց հեռացնել, որ այդ մարդիկ իրանց գործը հաճույք։ Բայց այդ մարդիկ չեն թողում, որ ազատագրել շատ դեպքերում։ Եթե 1-2 պատվեր կատարող չլինի, այդ դեպքում ասենք համակարգը լուրջ խնդիրներ է առաջանում։ Ես հասկանում, բայց ես այդ մարդկանց որպես գերի եմ ընկալում, ոչ թե որպես բան անող էլի, այսինքն իրանք գերության մեջ են հիմա։ Իրանց Նիկոլը գցել է գերության մեջ, որ դու իմ հրամանը պետք է կատարես,
թե չէ աշխատանքից կզրկվես, երեխեքը տունտեղից կզրկվեն։ Այս բանն է, այն որ ասում են զենքը գլխին դրեց Արցախը որ հանձնի, հիմա այդ նույն բանն է, զենքը գլխին դրած, բայց այս դեպքում զենքը աշխատանքից հեռացնում է։ Ասում է կա կատարես հրամանս։ Մյուսը, որը ավելի հաճելի պատմություն է, որովհետև այս Արցախը հանձնած ռասիստը ինչքան էլ ասում է իրական Հայաստան, անընդհատ իրական Հայաստանը գալիս է դիմացը եւ իմ կյանքում է գալիս։ Ուրեմն երբ որ ինձ Սուրբ Սարգիս եկեղեցուց հանեցին եւ ոստիկանները տարան, կաթողիկոսի անունը տալու։ Հա, իրանց ցենզուրան վերականգնելու համար, որտեվ հանել էին կաթողիկոսի անունը բանից այդ պատարակի տեքստից։ Ահա միջալոց պատարակ էր բան անում։ Այլ պատկերացնում կացի աշխատողը, ասեք սաղքյանք երազումը գնա ԱԱՑ բանը հանցագործներ բռնի ազգային անվտանգություն բանում, մեկ էլ տենց ինչ-որ բան են։ Չէ, Գյումրիում կոնկրետ խմբագրել են տեքստը, ասել են խմբագրել, այս դեպքում քեզ են լրացրել։ Այս դեպքում բանը ինձ, հա, ու երբ որ ինձ տարան, հիմա ասում եմ էլի, պատկառելի տղաներ էին երիտասարդ, տենց որ ցած նայում ես, ասում ես էս լավ ազգ ենք, ափսոս որ Նիկոլն է սրանց հրաման տալիս, ու տենց ասեցի դե հիմա մի հատ պետքա ներկայանաք, որտեվ ապօրինի զրկել եք ինձ անազատությունից, ես պետքա իրավական գործընթաց սկսեմ։ Դե այս տղան ասաց ինչ որ ես իմ Երևանի, ես ինչ բարեկապահակային, ես իմ որ գումարտակ, ես իմ որ վաշտ եւ այլն, սակո չգիտեմ ինչ են։ Ասում եմ, այսինքն ոնց Սակո, պապիկի անունը Սակո է, դե Սարգիս պետքա լինի։ Ասում է, չէ, ուղղակի ասում է պապս Սև Քարեցի Սակոին շատ էր սիրում, իր պատվին է անունս դրել։ Հասկանում եք, այսինքն ես ու ինքը այդտեղ դաշնակիցներ ենք, ինքը ապրում է մի մարդու անունով, որը ասենք ինձ իմ հայրենիքի համար կռվել է եւ այլն, ես էլ նույն գործողությունը ինչ որ փոքրիկ, ինչ որ նանո մասով կատարում եմ Սուրբ Սարգիս եկեղեցում եւ մենք հանդիպում ենք, որովհետեւ ինչ որ մի հատ Արցախը հանձնած եկել է այս մարդկանց հրաման է տալիս։ Հիմա այս կապերը, որ ցույց եմ տալիս, ուզում ցույց տամ, որ այնուամենայնիվ մեր ընտանիքի անդամները, ազգային ընտանիքի անդամները այս պահին գերության մեջ են ու նրանց պետք է ազատագրել։ Այսինքն օկուպացիոն ռեժիմ է։ Այո, ինչ չգիտեիք, նորություն է։ Դանիելից հարցրեք կասեմ։ Իմիջիայլոց մի բան Մակրոնի ժամանակ էլ էին, չէ, Բերման ենթարկել, այդ պատմությունը ոնց էր եղել, որ դուրս էր եկել վազելու բան։ Այդ ավելի ծիծաղելի էր։ Մենք քայլում էինք կինո Մոսկվայի շրջակայքում, իրանք էլ այնտեղ էին։ Մեկ էլ ոստիկանները շրջապակեցին, ասացին հեռացեք ստեղից։ Ասացինք, ես հոգնած էի, ասեցի մի քիչ տխուր աչքերով էլի ասեցի։ Այսինքն հեռացեք։ Բայց չեք գնում, ասում բայց ասեք ինչի հեռանանք։ Ուտս թևներս մտան, հավաքեցին տարան, նստեցին։ Այսինքն Մակրոնը պիտի այդտեղով անցներ զուտ դրա համար։ Մակրոնն ու այս տղան, որը 150,000 մարդու էթնիկ զտել է եւ շուտով պատրաստում է Տիգրանաշենը տալ, որ Հայաստանը շրջափակման մեջ գցի, այդ պահին այդ դալանում էին ոնց որ, այդ կամ հենց դալանում էին կամ այդ շրջակայքում էին, էլի։ Ու վախեցել են, որ կարող է բան անեմ, էլի, այդպես մոտենամ մի հատ ասեմ, J'accuse Monsieur Macron, ինչը։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ նշանակում է կարող է եթերային մեղադրում, չէ։ Դա ուրեմն գրող Էմիլ Զոլայի հայտնի բանը հոդվածի վերնագիրն է, որ Դրեյֆուս մի հատ զինվոր կար, գլխին սարքել էին, բանտարկել էին այդ Ֆրանսիայում։ Ու Էմիլ Զոլան մի հատ շատ հայտնի հոդված գրեց, որը այդ կոչվում է հենց ես մեղադրում եմ ու անունները տալով բոլոր այդ գեներալների, հետո փաստորեն այդ հոդվածը նաև իր մահից հետո, Զոլայի մահից հետո պատճառ դարձավ, որ արդարացվեց այդ զինվորը էլի։ Ես մի բան նշեմ այդ գերության հետ կապված ճորտատիրական համակարգի պետական ստրուկտուրաներում, տեսեք, նաև նշում եմ, որ այս հիպոթեկային վարկերի բում տեղի ունեցավ, չէ, վերջին տարիներին ու տարբեր լուգոտաներով առաջարկվեցին պետական պաշտոնյաներին բնայից սկսած վերջացրած ներքին գործեր, բոլոր նախարարություններ եւ այլն, ինչ որ շահագրգռում էին մարդկանց, այդ հիպոթեկային վարկեր էին տրամադրում ու այնպես ստացվեց, հիմա չգիտեմ, մտածված են այդ ամեն ինչ արել, թե այդպես ստացվել է, որ շատ-շատերը հիպոթեկային վարկի տակ են ու իրենք որևէ կերպ չեն ուզենա այդ աշխատանքից զրկվեն, որովհետև հայտնվելու են կոտրած դաշտակի առաջ եւ պետք է որ լոյալություն ցուցաբերեն այս սրա ռեժիմին։ Եթե հիմա հրապարակներ կարծեմ գրել, որ
այս ինչ որ մեծ միտինգ է կազմակերպում հանրապետության հրապարակում, այս նախընտրական, ու ասելա բոլորին անխտիր բերելու եք համար մեկատված ով կա չկա էլի, բերելու եք հրապարակ, հիմա մարդ չի կարա, չէ, հրաժարվի, այնտեղ երևի ներկա բացակա ցուցակներով եւ այլն, ու սա այն է, ինչի դեմ իբր ինքը ընդդիմադիր աղջիկ եղած ժամանակ պայքարում էր, հիմա անում է ճիշտ նույնը, ինչի դեմ ինքը պայքարում էր եւ այն հեղափոխությունը, որ ներկայացնում է, իբր դրա համար անել, որ սրանք չի անի, բայց այս ամեն ինչը կա ու ավելի շատ կա։ Հիմա այս իրավիճակում, եթե օկուպացիոն ռեժիմը, եթե ազգային ազատագրական բանի խնդիր է, այդ դեպքում լավ, ինչ Այսինքն հիմա մենք կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն բռնատիրական երկիր է, մենք ապրում ենք բռնապետական երկրում, թե դեռ այդ փորձերն է անում ուղղակի չի բռնապետական երկրին պակասումը կուսակցությունները չլինեն, լրատվամիջոցները չլինեն, ամբողջատիրական, ոչ թե ներողություն, ամբողջատիրական երկրին։ Դե տոտալիտարիզմ չի, ստալինյան դե։ Հա, բայց ասենք, եթե մեկ անձ, ասենք, ստատուս է գրում Facebook-ում, մարդուն գնում են, կալանավորում են, որովհետև ինքը ասել է, որ ես իմ եկեղեցին պաշտպանելու եմ, կամ ասենք մարդուն նախընտրական քաղաքարշավի ժամանակ վերջի զանգի օրը վերցնում են, կամ ասենք դե որ ասես, որ թողնես, մարդը իր նախընտրական ծրագրում խոստացել է, որ սահմանադրությունը պետքա խախտի, ասել է, որ գամ, որ դուք ինձ ընտրեք, ես բանի կաթողիկոսին կհեռացնեմ, սահմանադրության 17-րդ հոդվածի խախտում, մարդույանքների եվրոպական կոնվենցիայի սրբազաններին ոնց տարան փակեցին, հա, այսինքն SMS-ով հանել, դնել, մի հոգի, այսինքն ինչ ուզում ամասաբար բռնապետություն չի, բա ինչա, բայց դե ես ասեմ, այստեղ մենակ է Նիկոլ Փաշինյանի խնդիրը չի, սահմանադրության կարգն է այնպիսին, որ sense մի հոգին կարա այս sense հաբրգի, այսինքն կենտրոնանա իշխանությունը, որտեվ թե անկախ մարմինները ամբողջությամբ ինքնանշանակում, թե դատաիրավական համակարգի ձևավորումը նենց է, որ էլի այդ մի հոգու բանի վրա է, թե ասենք մոռացա անկախ մարմինները ասեցի բանը, ասենք ԱԱՑ-ից բռնած արդեն դարձրեց այնպես, որ ամիջապես իրեն են ենթարկվում, այսինքն ժողովրդավարության հիմնական սկզբունքն ֆրանսիական լուսավորության, անգլիական փիլիսոփայության այդ ամբողջ կոնցեպտը այն էր, որ պետք է պետությունը կառավարվի, եթե ուզում ենք ժողովրդավար լինեն հավասարակշռման եւ հակակշռման մեխանիզմներ, ժողովրդավարության ակունքը հենց այդ է, Նիկոլը դրանք դրել, ջախջախել, վերացրել, գցելա կողքի, որևէ մեկը իրեն հակակշռող եւ հավասարակշռող չէ։ Իսկ վերադառնալով Անդրանիկ Թևանյանի գործին, իհարկե մենք գիտենք պատճառները եւ տեղեկություններ էլ ունենք, գլխի էլ ենք ընկնում, ուղղակի նաեւ այսպես կողքից կարծիքնել է էլի հետաքրքիր։ Ինչն էր պատճառը կամ որոնք էին այդ պատճառները, որ ինքը այնուամենայնիվ գնաց այդ ապօրինության ու այդպես այլանդակ ձևով հրահանգը տվեց հանրահավաքի հարթակից ու ինչու հենց հիմա ինքը որոշեց կալանավորել Անդրանիկ Թևանյանին։ Ճիշտ ասած, ես պետքա ձեզ այդ հարցը տայի։ Մենք շատ ենք այդ մասին խոսել, մեր ոդկասթները։ Ես կարող եմ ենթադրությունները ունենամ, թե ինչի համար կարող է ուզենալ հենց թիմը թույլաց, գուցե Անդրանիկ Թևանյանը շատ կազմակերպված է աշխատում, որովհետև այնուամենայնիվ գուցե չէ, այդպես էլ կար։ Դե, հա, գնում եմ այդտեղ, որովհետև այնուամենայնիվ նայեք ինչ էր, Անդրանիկ Թևանյանը Հայաստան դաշինքից էր, զգաց լճացվում է գնում, դուրս եկավ Հայաստան դաշինքից, սկսեց իր շարժումը Մայր Հայաստանը, հավաքեց քաղաքագետներին, գիտնականներին իր շուրջը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ու իր առաջին քայլը եղավ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելը ու գրանցել այդ հաջողությունը, այսինքն ամբողջությամբ եկեք անկեղծ լինենք, իրանք պարտվեցին Երևանի քաղաքապետի ընտրություններում, ուղղակի ընտրագողություն արեցին, որպեսզի իմ նախկին ընկեր Ավինյանին կարողանան սարքեն Երևանի քաղաքապետ։ Նախկին ընկերն է։ Հա, տեսլիկը նախկին ընկերներն են։ Շմութանցյալներին։ Մութ չէ, շատ լուսավոր էր, շատ լավ ժամանակ ենք անցկացրել, հետո սենց եղավ։ Բայց հետո տենց փոխվեց։ Դե հիմա եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ չլիներ, ասենք ուրիշ իշխանության մեջ լիներ, կարող է այս օրին չընկներ։ Ես ասում եմ, բոլորը գերի են, բայց տեսեք, եթե այդ իրավապահ մարմիններում գերի են, այս սրանք, որ այնտեղ արդեն կարասներս,
այստեղ հանցագործություններ են արել, Արցախը հանձնել են ու հիմա ասում են Արցախը, այսինքն Արդեն իրանք հիմա ոչ միայն արյունով, հա ոչ միայն, բայց Արցախը ամենացավոտը սա էլի, որովհետև այստեղ մի հատ լուրջ բան խնդիր կա, իմ ընկերների արյունով իրանք գրել են, որ Արցախը մերը չի, իրանք խաբել են ինձ ու իմ ընկերներին, ասելով որ դուք հայրենիք եք պաշտպանում, զորակոչել են, զենքը վերցրել են, գնացել ենք մահվան բերան, որպեսզի Արցախը հանձնեն ու այսօր ասեն սրա համար բոլոր տեսակի հայհոյանքները հասնում է ոչ միայն ու այնտեղ արդեն մնացածը օրենքով իրավական կարգավորմամբ եւ այլն բայց Երևանի ինտրուսների հետ կապված իմիջիայլոց եթե այդ անասնագողությունը չլիներ այդ խոհանոց դե մենք այդպես ենք ասում քաղաքական անասնագողություն այդ առևտուրը չլիներ Երևան 1 կլիներ հա Գյումրի 1-ի նման Երևան 1-ը կլիներ Արամ Սարգսյանի հետ հա եղբայրն այդ մարդը ընդդիմադիր խաղաց վերջում տարավ սկուտերի վրա ասես Նիկոլ իմ ձայները հետո հանրային ձայնից դե հիմա թող հետևություններ անեն մասնակցում անդրությունների էլի այդ Նիկոլն եղած ինքը եղած նույն բանն այսինքն Ավինյանին նստեցնելու մեղքն է իրենց վզին Երևանում էս թանկացումների մեղքն է իրենց վզին այդ կարմիր կետագծերի միջայլոց դրա մասին չմոռանանք խոսել որ կարմիր կետագծերի հետ կապված որ ապօրինի իրենք թանկացրել էին 12000-ից դարձնելով 160,000 դրամ Մայր Հայաստանի ու Անդրանիկ Թևանյանի համառ ջանքերի շնորհիվ ի վերջո մենք հասանք նրան որ արդեն դատարանով հաստատվեց որ այդ որոշումը ոչ իրավաչափ է հետո ասում են ինչ են նստեցրել իրենք համապատասխան կենթանու համառությամբ էլի 2024 թվականի համար այդ որոշումը կայացրել էին, որ ոչ իրավաչափ է։ 2025 թվականին լավ իմանալով, որ ոչ իրավաչափ որոշում է եւ իրականում թալան է, բերեցին 2025 թվականի համար էլ այդ որոշումը իրենք դակեցին ու այդ գործում հայտ քույրիկները իրենց գործուն աջակցությունը ունեցան, էլի։ Եվ Թևանյանի բանը թեման շարունակելով, այսինքն այդ հաջողությունները գրանցելով, տեսնելով, որ ինքը աճում է, հա, եւ վտանգ է ներկայացնում, դրա համար։ Դե տեսեք, օրինակ մի քանի անգամ զրոյական կետից Մայր Հայաստանի մոտ հաջողություն։ Դե Երևանի ընտրությունները Երևան, Գյումրի, Երևանում իդեպ մոռացանք նշել, որ նրանց համար սրանց համար էլի կյանքում ահի կռիվ էր այդ Երևանում հաղթելը, որտեղ իրանք պետք է Արցախը հանձնեն։ Այսինքն Երևանի ընտրություններից անմիջապես հետո անմիջապես հետո տեղի ունեցավ հանձնում։ Այսինքն հանձնում է եղել 22-ին ֆիզիկական ակտը տեղի ունեցավ արդեն։ Իրանց կիրթ ու կառուցողական եղբորը ասել են մի քանի օր համբերի ոտդ կախեցի։ Հա, Երևանը մեզ ընտրությունները անցնի, հա, հետո պատկերացեք ընտրությունը լիներ այդ ֆիզիկական էթնիկ զտումից առաջ սարսափել է։ Իմիջիայլոց հենց այդ ինձ թվում է երևի Ալիևին խնդրել է որ մի քիչ ոտդ կարգի։ Չէ, խնդրեմ, միասին նստել են ծրագրել են, այս ասելա Ալիևը ասելա երբ հա ձեզ մոտ բան, ինչ բաներ կա, ասելա դե նայ Երևանի ընտրություն ունենք, ասեն, հա ճիշտ ես ասում Նիկոլ ջան, ուրեմն այդ կանենք, հետո այդ որ փախստականները գան, իրանց տարբեր տեղեր կդնենք, որ համայնք չդառնա, հանկարծ վերադարձի խնդիր չառաջանա, այսինքն միասին պլանավորելով գնում են, հա, ոնց ենք մենք նստում պլանավորում, թե ոնց սրանցից ազատվենք, մեկս ինչ որ կոնֆերանս է անում, մեկս չգիտեմ, ընդ գործողություն անում, ես անում, իրանք էլ նույնպես նույն ձևով թե ոնց տարալուծեն Հայաստանը Թուրքիայի մեջ նստած աշխատում են։ Միջայլոց ավականու ընտրությունների մեր նախընտրական խոսույթի հիմնական մեխը հենց Արցախի վտանգն էր, որ Արցախը կանգնած է վտանգի առաջ, որ մենք կորցնելու ենք Արցախը, եթե սրանք շարունակեն մնալ, որ Երևանի ընտրությունները պետք է օգտագործենք ամբողջ հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելու համար, ստորագրահավաք էինք իրականացրել տարբեր համայնքներում, բազմաթիվ ստորագրություններ ենք հավաքել դեմ եմ Արցախի հանձնմանը այդ վերտառությամբ, բայց փաստորեն կարողացան այդ անասնագողության հաջողության հասավ, այնտեղ Արցախում էր լավ իրավիճակ ստեղծվել, ազգային ժողովի նախագահին էին փոխել, մի խոսքով լավ իրավիճակ էր ստեղծվում։ Իսկ փրկելու հնարավորություն շանս կար, այդ սուտ է էլի, որ իրենք ասում են 20 թվականին սրանց կարողանայինք փշտանեինք, ոչ այնտեղ բաններ, Բերձոր աղավնոյ էր հանձնվելու, ոչ Շուրնուխ Որոտան գյուղերն էին, ոչ Գորիս Կապան ճանապարհն էր հանձնվելու, որը ասես որը թողնես։ Հիմա ավարտենք երևի Հովանեսի հետ հունիսի 7-ին ինչը կարող է փոխել այս իշխանությանը։ Օրինակ շատ են խոսում, օրինակ նույն լրատվամիջոցներում Արևմտյան BBC ոդկասթներից մեկն էի լսում, ասում է Նիկոլ Փաշինյանին կարող է տապալել շատ բարձր մասնակցություն ընտրությունների։ Այդ ես իրենց եմ հղում անում, որովհետև ասենք իրենք բացարձակ Նիկոլի համար աշխատող, պաշտպանող եւ այլն կովեր կողեն, բայց ասում են բարձր մասնակցությունը կարող է
այս իշխանության վերջը բերել։ Ես ապրում եմ հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ով եմ ապրում։ Ինձ համար այս ընտրությունները նախ պարադոքս է, absurd է կամ անգլերեն ասած nonsense է, որ արդեն երկրորդ համապետական ընտրությունն է կազմակերպում դավաճանը, սահմանադրախախտը եւ կրկնում եմ իմ ընկերների արյունով Արցախը մերը չի գրող։ Ինձ համար հունիսի 7-ը պարզապես եւս մեկ գործիք է ընդհանուր այս քաղաքակրթական պայքարում Թուրքիա եւ Ադրբեջանի դեմ, որովհետեւ պետք է ընդգծենք, որ սա միայն հայ ազգային պայքար չի։ Հայ ազգային պայքարով ինքը ընդլայնվում է, դառնում է քաղաքակրթական։ Ինչու՞, որովհետեւ Արցախի հարցը ինքը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհի կարգ ու կանոնին համապատասխան ճանապարհով գնացող հարց էր, ազգերի ինքնորոշման սկզբունքը, ազգերի հարգանքի հիման վրա, եւ Արցախում մենք ստեղծում էինք ժողովրդավարություն, նախագահներ էին փոխվում, ու շատ ավելի ժողովրդավար էր, քան Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանում հակառակը, ասենք 30 տարի նույն իշխանություն սպանում էին Թալիշների առաջնորդներին, Աբոզոդային 2020 թվականի նոյեմբերի 9-ին սպանեցին Ադրբեջանի բանկում, դրանից առաջ 2009 թվին էին սպանել Թալիշների առաջնորդին, այնտեղ Բեհրուս Սամեդովին անցած տարի 10-15 տարի ազատազրկման դատապարտեցին նրա համար, որ կոչեր արել Հայաստանի հետ խաղաղության, այսինքն հիմա այս մեր պատանդները, որ նստած են ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրանք ոչ միայն հայերի ազգային շահերն էին պաշտպանում հայերի ինքնությունը, այլև իրենք այդ ժողովրդավարության զարգացման առաջ գնացող մարդիկ էին, եւ հիմա Բաքվում ոչ միայն հայերն են դատվում, այլև ժողովրդավարությունը, եւ մենք նրանց ազատելու ենք ոնց որ հաստատելու ենք նաև աշխարհի կարգ ու կանոնը։ Դրա համար այս ամբողջ այս մեծ պայքարում հունիսի 7-ը sense մի հատ նյութական կետ է, փոքրիկ էլեմենտ է, որը տակտիկական բաղադրիչ է մեր ամբողջ այս մեծ քաղաքակրթական պայքարում։ Էնպես որ հունիսի 7-ին ինչ արդյունք է լինի, մենք մեզ պարտված չենք համարում։ Ես այլասերված հայտարարություններ։ Դուխով։ Չէ, լավ արդեն այդ արդեն չէ, սահմանն անցանք տեն չի լինի։ Այսօր բան եմ գրել դրա հետ կապված, չինական ստրատեգիաներ կան, ռազմավարական հնարքներ, այնտեղ 14-րդը ասում է, եթե քո մտքով ինչ-որ լավ բան չի անցնում, տես թշնամիդ ինչ է լավ անում, ու կրկնօրինակի։ Հա։ Ախր իրանք լավ բան չեն անում, հենց ցավնել հենց այդ։ Այս հավաքները, որ համերգներ են, իրանք քաղաքական հավաքները սարքել են համերգներ, ու այդպես մարդկանց են ներգրավում։ Արդյունավետ է։ Իսկ մենք մեր հավաքներին գնում ենք sense ձանձրանալով, էլի էս մեկը էսա խոսում է, էլի նույն բանն ասում է, մեկը տեսնում եք կամաց մարդիկ գնում են։ Իսկ իրանք սարքում են հաճելի, թող մի հատ stand-up կանչեն են բաժանում, օրինակ դա էլի բանա, չէ։ Էլի բանա, հա։ Չնայած Դանիելը բան կանի, կասի, հա, կաշառք են առաջարկում։ Ում կասի Նիկոլին։ Մեզ էլի որ թխվածք բաժանենք։ Չէ, բայց Նիկոլն է բաժանում թխվածք։ Հա, բայց ինքը մեզ կասի, կապ չունի, ով երեխեքին էլ է կարելի օգտագործել։ Հա, օգտագործում է միջոցը մեծ ջանասիրությամբ դե ուտել բան փարտիները թիմին բան խաշլամա կուկուռուս գազած վրայից մեղր փախլավան չմոռանաս ոնց էր կերել այդ պանիրը գիլասը դե դրա համար էլ վերջում ասում եմ մենք մեր սեփական գազեր ենք ունենալ դե մարդը հա բայց լուրջ ասել այդ մարդը խնդում է բայց ինքը լավ ամեն դեպքում թե հունիսի 7-ին ինչ արդյունքներ կգրանցվեն ու դրանից հետո ինչ կլինի ես առաջարկում եմ որ մեր հաջորդ հյուրի հետ խոսենք զրուցենք ավելի մանրամասն Հովհաննես դու էլ կարող ես մնալ եւ լսել շատ հետաքրքիր կլինի սոցիոլոգ Արթուր Պարոնյանը ինքը կներկայացնի թե այս պահին ինչ իրավիճակ է սոցիոլոգիական հարցումներով պարտվում է չի պարտվում ԿՊ-ն մեր հերոստատիտողներին էլ ես առաջարկում եմ այդ եմ առաջարկում քանի որ մենք կարմիր գծերից խոսեցինք ու Մայր Հայաստանի հաղթանակից դատարանում իրենք ասում էին հա թալանի դեմ էին խոսում ասում էին չենք թալանելու տուգանքի մատերիալ չենք դարձնելու բայց պարզվեց որ եկան իրենք էլ ավելի բեթար թալանչի դարձան տուգանքի մատերիալ դարձրեցին մեր ժողովրդին ու այս կարմիր գծերով ինչքան թալան որ իրականացրել են մտել են քաղաքացու գրպանը այ այդքան դրան հավասարել Երևանի քաղաքապետարանում իրենց պարգևավճարներ են բաժանել ու Անդրանիկ Թևանյանը դեռևս 1 տարի առաջ էր լայվ մտել հերթական լայվերից մեկը այսպես ասեմ ու խոստացավ խոսելով այս թեմայից այն ժամանակ արդեն դատական առաջին ատյանում էր կարծեմ մենք շահել էինք գործը բայց այս քպական չարաճճիները ձգձգելու համար
կար, որպեսզի հետո մյուս տարի էլ կարողանան կամ թալանը ավելի երկարացնեն կամ նորից այդ որոշումը կայացնեն, անընդհատ բողոքարկում էին տարբեր ատյաններում, բայց հիմա արդեն վերջնական որոշումը կայացվեց, որ ոչ իրավաչափ է։ 1 տարի առաջ Անդրանիկ Թևանյանը խոստանում էր, որ հետևողական է լինելու, գնալու է միջև վերջ ու հասնելու է հաղթանակի։ Ու հիմա արդեն փաստացի մենք այն իրավիճակում ենք, որ նույնիսկ կալանավորված Անդրանիկ Թևանյանը կալանավայրից հաղթում է ԿՊԱ-ական այս իշխանություններին։ Ես առաջարկում եմ, որպեսզի վերհիշենք Թևանյանի այդ լայվը 1 տարի առաջվա, ու հետո մեր զրույցը արդեն շարունակենք սոցիոլոգի հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հաճելի զրույցի համար։ Մայր Հայաստան խմբակցությունը դա տեր տվել Երևանի քաղաքապետարանին եւ վիճարկել էր ավականային որոշումը, համաձայն որի կարմիր գետագծերը թանկանալու են։ Եվ այսօր դատարանը լրիվ ուրիշ կազմով կոլեգիալ ամբողջությամբ ընդունել է այն հիմքերը, համաձայն որի մենք բողոքարկում էինք այդ թանկացման որոշումը կարմիր գետագծերի, գիտեք, մինչև 160,000 դրամ տարեկան են սարքել, այսինքն 13 անգամից ավել թանկացրել են։ Եվ ահա այդ որոշումը 25 թվականին նույնպես անվավեր է ճանաչվել բոլոր հիմքերով, եւ այս անգամ արդեն մեր հայցը մի փոքր այլ բնույթի էր եւ որոշումն էլ այդ բնույթի եղել։ Դատարանը որոշել է, որ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները, նրանք ովքեր վճարել էին 160,000 դրամ, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո կարող են դիմել քաղաքապետարան եւ ստանալ այն գումարի տարբերությունը, որը իրենք ավել վճարել են։ Այսինքն դատարանը ասում է, որ այդ թանկացումը անվավեր է ճանաչվում, ապօրինի է, ընդունում է մեր բոլորեն հիմքերը, որ չկան հիմնավորումներ, նպատակահարմարություն, adekvatություն, այսպես ասած, բոլոր առումներով ասում են, որ քաղաքապետարանում ուղղակի պարզ մարդկային լեզվով ասած թալանի որոշում են կայացրել եւ այդ թանկացումը քաղաքացիների վրա հսկայական բեռ է դարձել, դատարանը ասում է, որ դա ապօրինի է։ Սա 25 թվականի որոշմանն է վերաբերում, հիշեցնում եմ։ Այս առումով ենթադրվում է, որ քաղաքային իշխանությունը կգնա կրկին բողոքարկելու ճանապարհով, ինչպես որ 24 թվականի համար են անում, այդ իրենց մանր չարաճճռությունները կանեն, բայց սա մեզ պետք է հիմք տա, հույս տա, որ ի վերջո մենք կհաղթենք դատարանում։ Քաղաքային իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագիր պլյուս այդ կցորդ հանրապետությունը, այսքանից հետո պետք է գետինը մտնեն ու նաև եթե իհարկե ունեն էլ այդ նամուս թասիբը հետ կանգնեն իրենց այդ որոշումից, որովհետև լրիվ ուրիշ կոլեգիալ կազմով դատարանը որոշում է կայացրել, որ կարմիր կետագծերի թանկացումը անվավեր է պետք ճանաչել, դա ապօրինի է, իրավական հիմք չունի։ Հիմա սրանք երկարականջի համառությամբ երևի կփորձեն նորից այդ բողոքարկումների ճանապարհով գնալ, բայց մենք էլ հետնահանջ չենք անելու։ Մայր Հայաստանը շարունակելու է պայքարը ոչ միայն քաղաքական հարթության վրա, այլ նաև սոցիալական հարթության, քաղաքացիների շահերի պաշտպանության հարթության վրա, եւ մենք համոզված ենք, որ հետեւական պայքարի արդյունքում կկարողանանք հստակ կետեր ամրագրել եւ արդյունքներ ստանալ դրական մեր քաղաքացիների շահերից ելնելով։